Ապաքինու մտքի միջոցով և ինչպես ստեղծել հայլային նեյրոններ։ Ջակոմո Ռիզոլատին իտալացի հայտնի նյարդաբան և գիտնական է, ով առավել հայտնի է հայլային նյարդաբջիջների հայտնաբերման համար։ Այս բջիջները մարդուն և կենդանիներին թույլ են տալիս ընկալել ու հասկանալ ուրիշների գործողությունները, կարծես դրանք իրենք էին կատարում։ Հայլային նյարդաբջիջների հայտնագործությունն ունի մեծ նշանակություն նաև հոգեբանական, բժշկական և ռեաբիլիտացիոն գործընթացներում։ Ինչ վերաբերվում է մտքի միջոցով ապաքինվելուն, Ռիզոլատին իր հետազոտություններով ցույց է տվել, որ ուղեղում որոշակի գործողությունների մտածելը կամ պատկերացնելը կարող է ակտիվացնել նույն նյարդաբջիջները, ինչ իրական գործողությունը կատարելու ժամանակ։ Սա նշանակում է, որ միայն մտքով ինչ-որ գործողություն պատկերացնելը կարող է նպաստել մկանների նյարդային կապերի վերականգնմանը։ Օրինակ, ինսուլտի տուժած հիվանդների համար հատուկ ծրագրերով մենթալ վարժանքներ են մշակվել, առանց ֆիզիկապես շարժվելու։ Այս մեթոդը կոչվում է մենթալ ռեպետիցիա և մտավոր իմիտացիա։ Ինչպես ստեղծել հայլային նեյրոններ։ Առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ հայլային նեյրոնները մեր ուղեղում հատուկ նեյրոնային համակարգեր են, որոնք ակտիվանում են, երբ մենք կատարում ենք որևէ գործողություն կամ դիտում ենք, թե ինչպես է այդ գործողությունը կատարվում ուրիշի կողմից։ Դրանք մեզ օգնում են սովորել հասկանալ ուրիշների զգացմունքները, զարգացնել ապրումակցումը, էմպաթիա և նույնիսկ արագ ապաքինել մարմինը ուղեղի միջոցով։ Բնական ճանապարհով հայլային նեյրոնները ուժեղացնելու կամ ակտիվացնելու համար կան մի քանի հիմնական մեթոդներ։ Ահա 7 իրական միջոց զարգացնելու հայլային նեյրոնները։ Առաջին՝ միտումնավոր դիտարկում և պատկերացում։ Դիտիր, թե ինչպես են ուրիշ մարդիկ կատարում գործողություններ հանգիստ և ուշադրությամբ։ Պատկերացրու, որ դու ես կատարում նույն շարժումը կամ զգացողությունը։ Օրինակ, դիտիր, թե ինչպես է մարզիկը վազում կամ նկարիչը նկարում մտովին պատկերացրու, որ դու ես այդ շարժումները անում։ Ուղեղդ կսկսի ակտիվացնել համապատասխան հայլային նեյրոնային ցանցերը։ Երկրորդ՝ մարմնական պատկերացում։ Փակիր աչքերդ և պատկերացրու, որ քո մարմինը շարժվում է հստակությամբ։ Կարող ես պատկերացնել քայլելը, վազելը, ձեռքերը շարժելը։ Շատ մարզիկներ և երաժիշտներ հենց այսպես էլ վարժեցնում են իրենց ուղեղը, առանց իրական շարժման։ Այս մեթոդը փառատորեն շարժում է հայլային նեյրոնային համակարգը։ Երրորդ՝ զգացմունքային անդրադարձ։ Երբ դիտում ես ինչ-որ մեկի հույզերը, ցավ, ուրախություն, ոգևորություն, մի փորձիր դատել, այլ պարզապես զգալ։ Պատկերացրու, որ այդ զգացմունքը քոնն է։ Սա օգնում է զարգացնել հայլային նեյրոնների էմպաթիկ հատվածը, որ շատ կարևոր է ինքնաբուժման մեջ։ Չորրորդ՝ խորը շնչառությամբ կենտրոնացում։ Նախքան պատկերացնելը կամ զգալը, արա մի քանի խորը հանգիստ շնչառություն։ Սա կբերի ուղեղդ ալֆա ռեժիմի, խորը հանգստության, որտեղ հայլային նեյրոնների ակտիվացումն ավելի արդյունավետ է։ Հինգերորդ՝ շարժումների և զգացմունքների սինխրոնացում։ Օրինակ, եթե ուզում ես առողջանալ, տես աչքերով և զգա ներսից ինչպես է մարմինդ արդեն բուժվում։ Դու ոչ միայն պետք է պատկերացնես շարժումները, այլ նաև զգաս դրանք։ Տեսնել, գումարած, զգալ հավասար է հայլային նեյրոնների ուժեղացում։ Վեցերորդ՝ խաղալ երաժշտության հետ։ Երաժշտություն լսելիս պատկերացրու, որ դու ես նվագում գործիքը կամ պարում ես։ Ուղեղդ գրանցում է շարժման և հույզերի համադրությունը, ակտիվացնելով հայլային նեյրոնները։ 7. Խումբ կամ զույգով փոխազդեցություն։ Մարդկանց հետ սերտ փոխգործակցելիս
հայլային նեյրոնները ինքնաբերաբար ակտիվանում են։ Զրույցների ժամանակ փորձիր հետաքրքրված հայացքով լսել դիմացիներին։ Դա անմիջապես ակտիվացնում է հայլային նեյրոնային ցանցերը։ Այսպիսով, հայլային նեյրոնները բնական ձևով ուժեղացնում են պատկերացմամբ, զգայական ընկալմամբ, ուշադիր դիտմամբ և բնական փոխհաստատությամբ։ Եթե դու ամեն օր թեկուզ մի քանի րոպե օգտագործես այս մեթոդները, քո ուղեղը կսկսի վերավորակել իր նեյրոնային կապերը։ Դա կբերի ավելի արագ սովորելու, վերականգնվելու և հույզերի ավելի խորը ըմբռնման։